Բարև ձեզ, այսօր հունիսի 3-ն ենք, եկեք տեսնենք, թե շուկան ինչ ասում ու ներողություն եմ խնդրում, թե եթե հայերեն բառեր չեմ օգտագործելու, որովհետև հիմնականում իմ քոնտենտը անգլերեն է, փորձենք հայաֆիկացնել, այսինքն, սկսեցինք։ Էսի Bitcoin-ի չարտն է, ամսական գրաֆիկան է ու ամսական գրաֆիկայում տեսնում ենք հետևյալը, որ ամսական մոմը իր մարմինը փակել է բավականին ուժեղ դեպի վերև, նախորդ մոմերից ավելի վերև, հետևաբար շարունակություն է ակնկալվում, որը որ կարող է գնալ մինչև $125,000, բայց դեռևս շուտ է այդ մակարդակներին հասնելու համար, քանի որ դեռ ունենք շաբաթական գրաֆիկա, օրական, հեսա ամբողջի վրայով կանցնենք։ Ուրեմն շաբաթական գրաֆիկան անցյալ շաբաթ փակվել է դեպի ներքև, որը որ հուշում է կարա մի քիչ ներքև իջնի, բայց նենց չի, որ շատ ուժեղ է, մի քիչ անորոշ վիճակ է։ Օրական գրաֆիկայի հետ կապված կարող եմ ասել հետևյալը, որ այս մակարդակներում, այստեղ, որը որ կոչում ենք demand zone, հա, $103,800 սահմաններում, $104,000, տեսնում եք, որ շուկան երբ որ ընկավ, հա, Bitcoin ընկավ, ընկնելուն պես երբ որ հասավ այս մակարդակին, որը որ demand zone է կոչվում, ինքը միանգամից 1, 2, 3 օր շարունակ վերև բարձրացավ ու այսօր արդեն 4-րդ օրն է, որը որ կարծում եմ դեռևս պոտենցիալ կա, որ բարձրանա, բայց ինչպես ասացի, մի քիչ անորոշ վիճակ է։ Եթե տեխնիկական տեսանկյունից դիտարկում ենք, նայեք, ինչ ենք տեսնում։ Trend line ունենք, որը որ դեպի վերև բարձրացող է, ու այստեղ ինքը ջարդել է, որը որ հավանականություն կա, որ շաբաթական գրաֆիկան են մոմը, որ տեսանք դեպի ներքև իջնող, շարունակվի ներքև իջնել, բայց միայն այն դեպքում, երբ որ ինչ-որ մակարդակ գտնի, որ էլ չի կարողանալու դեպի վերև գնա, դեպի ներքև պետք է գնա, գնորդներ գտնի, որը որ իմ պատկերացմամբ առնվազն ես կարծում եմ, որ ինքը կարա իջնի $98,000 սահմաններում, այսինքն այս resistance level, support level եւ այլն, հա, ոստեղ demand zone ենք տեսնում, այստեղից ես ավելի ռեալ եմ դիտարկում եմ փաստը, որ Bitcoin-ը կարա բարձրանա, բայց չի բացառվում եմ փաստը, որ այս մակարդակը կպահի, քանի որ տրենդը ընդհանուր բավականին տենց դեպի վերև է, էլի bullish տենց ճնշում ունենք դեպի վերև։ Խնդիրը որն է? Խնդիրը այն է, որ պատերազմներ են ակնկալվում, Պուտին, Ուկրաինա, Իրան, Իսրայել եւ այլն ու ցանկացած դեպքում հենց որ մի բան տեղի ունեցավ, այսինքն կոնֆլիկտը ուժեղացավ, Bitcoin-ը պարտադիր ընկնելու է, որովհետև բոլոր շուկաները նույնպես ընկնում են ու էդի ճնշելու է, որ Bitcoin-ը ընկնի այստեղ ներքև։ Կլինի դա թե չէ, կտեսնենք, բայց համենայն դեպս այս պայծրությամբ դա եմ ես տեսնում։ Ինչ եմ ուրիշ տեսնում, կարճաժամկետ տեսնում հետևյալը, որ քանի որ այս demand zone-ը դեռևս պահում է Bitcoin-ը ու նաև trend line-ով որ sense դնում ենք, տեղադրում ենք կարճաժամկետ, կա որ այս մակարդակում երեկվա դրությամբ ջարդել ենք ու ինքը կարա շարունակի դեպի վերև միջև մոտավորապես այս մակարդակը, որը որ $108,500 սահմաններում է ու այստեղից թե ներքև կիջնի, թե վերև կջարդի, արդեն այդ պահին կհասկանանք, որտեղ նույնպես մակրոէկոնոմիկ լուրերից է կախված, թե ինչքան լավ է կամ ինչքան վատ է։ Այս պայծրությամբ ես Bitcoin-ը այն որ անորոշ վիճակում է, բայց ես սպասում եմ այս մակարդակին $104,500-ին, որ հենց հասնի այս մակարդակին ես պարզապես առնեմ, բայց ոչ Bitcoin, այլ Solana, Ethereum, Cardano ավելի փոքրները, բայց top 10-յակի մեջ հիմնականում, որպեսզի շարունակեմ վերև բարձրանալ։ Այսինքն այս պահին Bitcoin-ը որ $105,325 ակնկալում եմ, որ պետք է ընկնի $104,500, որից հետո պետք է շարունակվի, այսինքն այս տրամաբանությամբ լինի, սենց հասնի այստեղ, հետո բարձրանա, հետո այստեղից արդեն թե ինչ տեղի կունենա, կապրենք, կտեսնենք։ Երկրորդ ուրեմն մեր coin-ը Ethereum-ն է, եկեք մեծ գրաֆիկայից սկսենք նայել։ Տեսեք Ethereum-ի տեսանկյունից ավելի հետաքրքիր տեսարան կա, որտեղ որ ակնկալվում է Ethereum-ը պարզապես բարձրանա միջև $3,600-800, ինչու, որովհետև այս demand zone-ան որ կա, նույնպես իրան
ճնշում է դեպի վերև, այստեղ մի հատ նրբություն կա, որ շաբաթականի մեջ, դա ամսականն ենք դիտարկում, շաբաթականի մեջ տեսնում ենք, որ մի հատ supply zone ունենք, որտեղ որ շատ մեծ հավանականությամբ կճնշի դեպի ներքև, որից հետո կբարձրանա դեպի վերև։ Այս պայծրությամբ ես չեմ տեսնում Ethereum-ը, որ ինքը տենց բարձրանալու է ու ջարդելու այս մակարդակը, այսինքն այս $2600-ից $2800 սահմաններից թե Ethereum-ը կբարձրանա, կարծում եմ, որ ոչ, ինչի համար, որովհետև նույնիսկ նայեք, շաբաթական մոմերը որ կան, հա, ամեն անգամ որ մտա 1, 2, 3, այս էլ 4-րդ շաբաթն է, նույնիսկ 5-րդը եթե հաշվենք, 4-րդ շաբաթն է, որ ամեն անգամ երբ որ մտնում է $2600 սահմաններում, այս supply zone-ում, միանգամից գցում է ներքև ու ինքն հենց չի, որ իր մարմինը ձիգ ուժեղ դեպի վերև է պահում, հետևաբար ես նույնպես ակնկալում եմ, քանի որ Bitcoin-ն էլ մի քիչ անորոշ վիճակ է, այստեղից պետք է ինքը ընկնի ներքև, օրական մակարդակով որ նայենք, ես Ethereum-ը նույնպես այդպես կգնահատեի, որ ինքը ինչա տեղի ունենալու, որ մոտավորապես ինքը իջնելու է $1900-877, որից հետո նոր սկսվելու է իր աճը ու արդեն հավանաբար $4000 էլ կհասնի, բայց դեռևս դա է այն ինչը որ ես այս բանին տեսնում եմ օրական գրաֆիկայի տեսանկյունից 4 ժամանոցի մասին կարող եմ ասել հետևյալը, որ այս վերջի 4 ժամանոցը փակել է դեպի ներքև, որը որ արդեն իսկ ուժգնությունը թուլացել է, այստեղ կարող եմ նույնպես մի հատ trend line գծել ու կտեսնեք, որ նույնպես եթե ինքը աճող լիներ, այսինքն բարձրացող լիներ, այս 4 ժամանոց trend line-ը ինքը պարտադիր պահելու էր ու շարունակելու էր վերև, որը որ ճիշտ հակառակն է տեղ ունեցել, ջարդել է, հիմա բարձրացել է վերև, այսինքն ստեղ որպես support զոնաներ որ ունենում ենք, հա, support-երն է, որ պահում է գինը աճի կամ նվազի, այս պարագայում ինքը support մակարդակները ուրեմն պահել է, մինչև այն կետը, այստեղ ջարդել է ներքև ու արդեն ջարդած trend line ունենք ու ինչ է տեղի ունենում, որ այս support-ը դառնում է resistance zone-ը, տեսեք, նույնիսկ այստեղ եկավ կպավ ու հիմա իր տրամաբանական շարժեն կլինի, որ դեպի ներքև պետք է գնա, որովհետև եւ ունենք այստեղ մի ժամանոցի մեջ երևի ավելի մաքուր կերևա, այդքան եսիմ ինչ չի, բայց համենայն դեպս այստեղ այն զոնան է, որը որ բավականին մեծ ճնշում կա դեպի ներքև, պլյուս գումարում ենք այս trend line-ը, պլյուս գումարում ենք այս RSI-ը, որը որ արդեն overbought վիճակ է, այսինքն շատ է գնվել, հետևաբար պետք է շուկան հանգստանա ու դեպի ներքև իջնի։ Կարծում եմ ընդհանուր Ethereum-ի մոտակա օրերիս շարժը դեպի ներքև է լինելու ու դեպի ներքև ասելով կոնկրետ $1880 է, այն ինչը որ ես կսպասեմ, որ առնեմ։ Եթե ուզում եք կարճաժամկետ trader անել, նույնպես կարող եք դիտարկել փոքր 5 րոպեանոց գրաֆիկայի supply զոնաներ գտնել ու այդ զոնաներով նույնպես trade անել։ Կարող եք trend line-եր գծել այսպես, այն պահին, երբ որ trend line-ը ջարդվում է, մի քիչ ինքը ավելի շատ basic trading է, բայց կարող եք նույնպես էդ էլ անել, որտեղ երբ որ ջարդում է, ինքը տրամաբանորեն շարունակելու է դեպի ներքև, քանի որ էլ ուժ չունի դեպի վերև բարձրանալու։ Այս պահին նույնիսկ տեսնում եք, որ այս 5 րոպեանոց մոմերը դեպի ներքև է։ Թե ինչ կլինի, վաղը կպարզենք, դեռևս այսքանը, շնորհակալություն, մինչ վաղը, հաջողություն։